Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ 6 տարի 3 ամիս եւ ասում է, որ ըստ էության 3 ամիսը դիտավորություն է եղել դատարանի կողմից, որպեսզի կալանքը հենց կալանավորվի։ Նայեք, չէ, կալանքը որպես խափամիջոց են տրվել, կապ չունի պատժաչափի հետ։ Պատժաչափը նշանակվել է համապատասխան քրեական գործի ինքնից բխող տվյալներից ելնելով, ինչ վերաբերում է 6 տարի 3 ամսին, դատավճիռը դատալեքս դատական տեղեկատվական համակարգում ներառված է, տեղադրված է եւ ամբողջությամբ այնտեղ նկարագրված է, թե կոնկրետ արարքի համար ինչ պատճառով է նշված պատժաչափը նշանակվել։ Փաշինյանից ուղիղ հրահանգ չեք ստացել։ Ոչ մեկից չենք ստացել ուղիղ հրահանգ եւ դրա ստանալու իրավական հիմքերը եւ առիթները չկան, գործը քննվել է ըստ էության օբյեկտիվության սահմաններում, ընդ որում նշված քրեական գործով նշեմ, որ 4 անձի վերաբերյալ կայացվել է արդարացման դատավճիռ, 1 անձի արարքը վերավորակվել եւ վաղամության հանձնելու ժամկետի հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել է, 1 անձի վերաբերյալ եւս նշված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել է, ընդ որում այդ մի անձի վերաբերյալ դատախազը նաեւ միջնորդել 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ նշանակել, այնպես չէ։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ երբևիցե որևէ քննարկում ԲԴԽ նախագահի հետ, որևէ գործով երբևիցե չեք ունենում, չի այդպես բան չկա։ Անկեղծ ասած, նախկին ԲԴԽ նախագահին խոսքը Կարեն Անդրեասյանի մասին է տեսել եմ 1 անգամ ընդհանուր ժողովում Դիլիջանյան սեմինարի ժամանակ հայտնի, իսկ պարոն Աթեբեկյան առհասարակ առիթ չի եղել հանդիպելու եւ առհասարակ քննարկում իրականացնել։ Դուք խնդիր տեսնում եք, որ օրինակ երկրի վարչապետը, որը գործադիր իշխանության ղեկավարն է, ասում է հենց շրջափակենք դատարանները։ Նայեք, քանի որ ինչպես տեղյակ եք, որ դատավոր առհասարակ դատական իշխանության ներկայացուցիչը զերծ պետք է մնա քաղաքականության զբաղվելուց եւ քաղաքական հայտարարություններին պատասխանելուց, կարծում գործադիր իշխանության ղեկավարի հայտարարությունը քաղաքական հայտարարություն է եղել, ըստ այդմ ես չեմ կարող քաղաքական հայտարարությանը պատասխանել որպես Դատական գործը, երբ որ Նիկոլ Փաշինյանը Facebook-ով արդեն տվյալ անձի հետ կապված հայտարարություններ ցանկացած անձի, դա չի ենթադրում, որ ուղիղ ուղղորդում է դատական համակարգին տվյալ անձի հետ կապված իրավական գործ։ Հարգելի լրագրողներ, ցանկացած շահագրգիռ անձ այս կամ այն կերպ գործի ելքով պայմանավորված կարող է որոշակի հայտարարություններ, չգիտեմ, խոսույթներ հրապարակային դաշտում ներկայացնել, որը կարող է ինչ-որ մարդու վրա ազդել, կարող է ոչ։ Չէ, հարցը պատասխանը միջևեր լսեք, բայց դատավորի հենց ամենաբարձր հատկանիշը պիտի լինի այն, որ բոլորի այդպիսի ազդակներից կամ այլ հանգամանքներից զերծ մնա եւ չտրվի նման խոսույթների կամ ազդակների առհասարակ։ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինի ներկայացուցիչները ազգային ժողովում էին եւ ըստ էության սլաքներն ուղեցին կոնկրետ դատական համակարգին, նշելով, որ Հայաստանում քրեածին այս իրավիճակի պատասխանատուները կոնկրետ դատավորներն են, որտեղ իրենք ամեն ինչ անում են, ոստիկանությունը իր հերթին, քննչականը իր հերթին, դատախազությունը իր հերթին, որպեսզի տանեն հանցագործներին դատարան եւ դատարանը տա կալանքը, բայց դատարաններն ինչ են անում, հանցագործներին թողել են դրամարել ունենք այն ինչ ունենք։ Դուք ձեր մեղքի բաժինը տեսնում եք եւ արդյոք իրավապահ մարմինների այս սլաքները դեպի դատական համակարգ արդարացված են։ Ես եթե չեմ սխալվում, այդ նույն հարցին նախորդ ժողովին եմ պատասխանել եւ ըստակ պատասխան եմ տվել։ Անկեղծ ասած չեմ լսել իրավապահ մարմինների ղեկավարների տված ճեպազրույցի ընթացքում այդ ձեր ասած մտքերը, բայց ինչպես նշեցի նախորդ անգամ, կոնկրետ գործի հանգամանքներով պայմանավորված դի քննարկում իրականացնենք։ Համենայն դեպս չի եղել մի իրավիճակ, որ իմ կողմից կայացված դատական ակտերով խափամիջոց կալանքի միջնորդությունները մերժվեն, հետագայում մերժված խափամիջոցի որոշումները բողոքարկվեն դատախազի կողմից եւ դրանք բեկանվեն, առհասարակ չի եղել նման դեպքեր, ընդ որում շատ են եղել դեպքեր, նույնիսկ առանձնապես ծանր հանցանքի դեպքերով հիմնավոր կասկածի հիմքով մերժվել են եւ կրկին մնացել են անփոփոխ։ Արտադատության նախարարն ասում էր, մեր երկրում կալանավորները ավելի շատ են, քան դատապարտյալները։ Ինչու է այսպես։ Ինչու ենք մենք այս վիճակին։ Ըստ էության, չգիտեմ թվականակը ինչպես է բաժանված, դատապարտյալ եւ կալանավորված անձանց, բայց փորձը ցույց է տալիս, որ ծանր առանձնապես ծանր ըստ իմ տեսանկյունից, չգիտեմ, վիճակագրական տվյալներին չեմ տիրապետում, ուղղակի զուտ զգալով այդ ամենը, որ առանձնապես ծանր ու ծանր հանցանքների թվերն են կարծես թե աճել, դրանով պայմանավորված ենթադրում նաև կալանքի թվերն է շատացել։ Հետաքրքիր է դատավոր։ Միշտ։ Ինչ հետաքրքիր է, երբ որ դատավոր պարոն Չիչոյանի մոտ օրենքը լռում է, ում է ինքը լսում, խղճին թե նախադեպին։ Չէ, օրենքը չի կարող լռել երբեք, եթե գործում ես օրենքի շրջանակներում, օրենքը միշտ խոսում է քո մեջ եւ բնականաբար քո խղճի եւ ոնց ասցիք մյուսը խղճին է լսում թե նախադեպին։
Խիղճը պետք է բխի նախադեպից, իսկ նախադեպը պիտի բխի օրենքից եւ հետեւաբար նաեւ բոլորը միաժամանակ պետք է լինեն։ Եվս մեկ անգամ ուզում եմ հստակեցնեմ, պարոն Չիչոյանը, որը շատ աղմկարույց գործերով դատավոր է եղել, երբևիցե SMS, անմիջապես վարչապետից չէ, իշխանության մեկ այլ օղակից չի ստացել։ Չեմ ստացել երբեք, անկեղծ չեմ ստացել, այնպես WhatsApp-ս միշտ եմ ստուգում։